Ողջույն բոլորին, ուրախ եմ ձեզ տեսնել իմ ալիքում։ Այսօր պատրաստելու ենք այս համովությունը, որը շատ արագ է պատրաստվում։ Սիրով կպատրաստեմ և կկիսվեմ ձեզ հետ իմ բաղադրատոմսով։ Առաջին հերթին պատրաստելու ենք, այսպես ասած, էկլերի խմոր։ Դրա համար մեզ պետք է կաթ, ջուր, կարագ, մի պտղունց աղ և ալյուր։ Սկսենք պատրաստելը։ Կաթսայի մեջ լցնում ենք կաթը, լցնում ենք ջուրը, այնուհետև կարագը և դնում ենք կրակի վրա, հասցնում ենք եռման աստիճանի։ Ավելացնում ենք նաև աղը և հենց սկսում է եռալ, մաղով անցկացնում ենք ալյուրը, որից հետո մարմանդ կրակի վրա արագ խառնելով եփում ենք խմորը, մոտավորապես 5-ից 6 րոպե։ Վեց րոպե եփելուց հետո վերցնում ենք կրակից, տեղափոխում ենք հարիճի ամանի մեջ և թողնում 5 րոպե, որպեսզի խմորը հովանա։ Հինգ րոպե անց միացնում ենք հարիճը և այսպես հարում ենք խմորը, որից հետո մեկ-մեկ ավելացնում ենք ձուն և պետք է ստանանք շատ էլաստիկ զանգված, վերջում խտությունը կտեսնեք, թե ինչ խտության խմոր է անհրաժեշտ, որպեսզի ստացվեն փքուն էկլերներ։ Եվ ահա, սիրելի դեպորտներ, այսպիսի խտության խմոր պետք է ստանանք։ Այժմ խմորը կտեղափոխենք տոպրակի մեջ և կսկսենք պատրաստել մեր էկլերները։ Այս ընթացքում ջեռոցը միացնում և տաքացնում ենք 200 աստիճան, էկլերները տեղափոխելու ենք նախապես լավ տաքացված ջեռոց, երբ էկլերները սկսում են մեծանալ, փքվել և ստանալ ոսկեգույն երանգ, սկսում ենք աստիճանաբար ջեռոցի ջերմաստիճանը փոքրացնել։ Անընդհատ փոքրացնելով թողնում ենք, որպեսզի էկլերները լավ եփվեն, միևնույն ժամանակ չվառվեն և չորանան, որպեսզի դուրս բերելուց հետո էկլերները չկորցնեն իրենց տեսքը։ Եվ ահա ստանում ենք այսպիսի փոքրիկ և փքուն էկլերներ։ Թխում ենք նաև մնացած խմորը և անցնում կրեմը պատրաստելուն։ Կրեմը կարող եք պատրաստել այն, ինչ որ դուք եք սիրում։ Այս անգամ ես պատրաստելու եմ սերուցքով և թթվասերով կրեմ։ Հարում ենք սերուցքը և գդալ առ գդալ ավելացնում ենք թթվասերը։ Թթվասերը ավելացնելուց հետո այստեղ ավելացնում ենք շաքարի փոշին և շարունակում ենք խառնել։ Վերջում ավելացնելու ենք 1 թեյ կտալ վանիլին և մեր համեղ կրեմը պատրաստ կլինի։
Այժմ հավաքում ենք մեր հետաքրքիր տորթը, վերցնում ենք փոքր էկլերները, թաթախում կրեմի մեջ և ձևավորում այն տեսքով, ինչ տեսքով որ ցանկանում ենք։ Ահա, տեղափոխում ենք սառնարան, իսկ այժմ պատրաստում ենք գլազուրը։ Դրա համար կաթսայի մեջ լցնում ենք շաքարավազը, բաղադրիչների ընդհանուր քանակությունը ես կգրեմ տեսանյութի ներքևում։ Ավելացնում ենք կակաո, այս ամենը խառնում ենք, ավելացնում ենք նաև կաթը և տեղափոխում գազօջախի վրա։ Եփում ենք այնքան, մինչև հասնի եռման աստիճանի և անջատում ենք կրակը։ Վերջում մեր համեղ գլազուրով պատում ենք տորթը, նորից տեղափոխում սառնարան 1 ժամով, որից հետո կարող ենք վայելել։ Այսօր էլ այսքանը, սիրելի հետևորդներ, պատրաստեք սիրով, իսկ եթե հավանեցիք իմ տեսանյութը, սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը դիտելու հնարավորությունը, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։